Բարև ձեզ Ֆակտոր TV հյուրը իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Յովհաննիսյանն է, ողջույն պարոն Յովհաննիսյան։ Օբյեկտիվ չեն արդյոք ընդդիմադիր ուժերի այն մտածությունը, որ իշխանությունը հիբրիդային պատերազմի դեմ պայքարի սոուսի տակ կարգելի նաև, ասենք Ռուսաստանից չթելադրվող կամ ֆինանսներ չստացող քաղաքական ուժեր, բայց իր օպոնենտների եւ երբ հայտնի դարձավ ԵՄ-ի օգնության մասին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու, հենց ներքին միջամտությունն էլ որակվեց տարբեր ուժերի կողմից։ Եկեք հասկանանք ԵՄ-ի եւ Ռուսաստանի հիմնական տարբերությունը որն է։ ԵՄ եւ Ռուսաստանի հիմնական տարբերությունն է, որ ԵՄ-ն ժողովրդավարության ջատագով է, ԵՄ-ն ժողովրդավարական պետություններ են, որոնք ուզում են, որ իրենց հարևանները լինեն իրենց պես, լինեն ժողովրդավար։ Ռուսաստանը բռնապետական է, որ ուզում է, որ հարևանները լինեն բռնապետական։ Հենց այդ պրիզմայում պետքա նայել ընտրությունների հետ կապված Ռուսաստանի արածները եւ ընտրությունների հետ կապված Եվրոմիության արածները։ Սուտ այդ պրիզմայում պետք չի շատ բարդ վերլուծություն։ Չէ, բայց իմ հարցը ուրիշ էր, իշխանությունը հիբրիդային պատերազմի դեմ պայքարի սոուսի տակ առ այսօր քանի կուսակցություն ժողովրդավարական ուժերին։ Բացի դաշնակցությունից նախորդ հազարամյակի վերջում։ Իսկ ճնշելը, զրկելը ռեսուրսներից, ֆինանսական, մեդիա։ Մեդիա ռեսուրսներից որ TV5-ը պետք է փակեն, ֆինանսական թե Facebook-ը պետք է փակեն, թե ֆինանսական ռեսուրս որն է, բան Սամվել Կարապետյանին պետքա կուլակաթափանեն, չէ իհարկե։ Եվ այստեղ խնդիրներ կան, այստեղ լուրջ խնդիրներ կան, որովհետև այո, պետք է պետությունը ապահովի, որ Սամվել Կարապետյանի միջոցներից ոչ ավել քան 10 միլիոն դրամ ծախսվի քարոզարշավի վրա, որովհետև դրա մասին է ասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։ Սամվել Կարապետյանը իր քարոզարշավի վրա չի կիր կամ այդ մեր ձևովի, ուրիշ ձևովի, որից է կուսակցության քարոզարշավին կամ կուսակցության առհասարակ տարեկան 10 միլիոն դրամից ավել իրավունք չունի տա։ Բայց դա հիմա կուսակցություն չի բան։ Եվ պետություն, դե շուտով ասում են կուսակցություն է դառնալու։ Եվ այդտեղ էլ իհարկե խնդիր կա, որ քան դեռ կուսակցություն չէ, սահմանափակումները չկան, բայց որ ասում եք ֆինանսական ռեսուրսներից զրկի։ Այդ ինչ նկատի ունեք։ Նկատի ունեք, որ չթողի, որ 10 միլիոն դրամից ավել տա Սամվել Կարապետյանը, թե նկատի ունեք, որ Սամվել Կարապետյանն են կարքի կուլակաթափեն անելու, որ 10 միլիոն դրամ էլ չի ունենալու։ Տեսեք, թե ենթադրվում է, որ ինքը պետք է միլիարդներ ծախսի։ Եվ պետությունը չի թողելու, որ ինքը միլիարդներ ծախսի, եւ դա համարվելու է որպես ինչու է անօրինական միլիարդներ ծախսելը։ Ինչու է դա արգել։ Որովհետև ամբողջ հաճախ կնեք նաև Իվանիշվիլիի մոդելի օրինակն է վերել։ Նախ դա արգելված է Հայաստանի օրենսդրությամբ, արգելքի տրամաբանությունն այն է, որ հնարավոր որ օլիգարխիկ ռեժիմի ձևավորման հավանականությունը լինի փոքր եւ որ հենց այդ երևույթները չլինեն, Իվանիշվիլիի երևույթ չլինի, մեծ հաշվով դա է։ Որպեսզի կուսակցությունը գնան իրենց համակիրներից փող հավաքեն։ Տեսեք, Սամվել Կարապետյանի երկրորդին սա շատ կարևոր է եւ որ ասում են ֆինանսական ռեսուրսներից զրկել կներեք էլի այդ լուրջ չի, երբ որ դա ասում են, երբ որ նայում ես Քոչարյանի ռեսուրսները, նայում ես Սամվել Կարապետյանի ռեսուրսները, նայում ես մյուս ընդդիմա լավ էլի։ Խոսքը չի գնում ժողովրդավարական արժեքները կրող ընդդիմադիրների մասին։ Իրանք ռեսուրսներից կարող է շատ սուղ են։ Բայց չեմ կարծում, որ նրանց ինչ-որ բան սպառնում։ Սամվել Կարապետյանի եղբորորդին նախորդին մեկնաբանել էր Կալասի հայտարարությունը, եթե Հայաստանում տեղի ունեցող գործընթացները դիտարկենք թափանցիկության արդարության տեսանկյունից, խնդիր չունեմ այդ հայտարարության հետ, եթե դիտարկենք թե ով է վտանգ ներկայացնում իշխանության համար, ով է նրա ընդդիմություն սարքում եւ նրա դեմ քայլեր անեն, իհարկե կա մտահոգություն եւ նա հուսով է, որ ինստիտուցիոնալիզմը ԵՄ-ում կգործի եւ առանց նեղ քաղաքական քամիների, այսինքն ԵՄ-ն չի միջամտի ընտրություններին այդպես է ստացվում։ Ես հույսով եմ, որ այդ թվում Եվրոմիության օգնությամբ Հայաստանի պետական մարմինները կկարողանան անել այն, ինչ որ օրենքով գրված է, որ իրենք պետք է անեն։ Այդ թվում կանխել որևիցե մեկի կողմից նախընտրական քարոզարշավի վրա, որևիցե անձի, ֆիզանձի կողմից նախընտրական քարոզարշավի վրա 10 միլիոն դրամից ավել ծախսելը, կանխեն օտարերկրյա ֆինանսավորումը քաղաքական կուսակցությունների կանխեն բիզնեսի կողմից ֆինանսավորումը քաղաքական կուսակցությունների անեն այն, եթե կարճ ինչ որ օրենքով գրված է։ Կանխեն Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները։ Կանխեն
ապատեղեկությունները, չնայած ապատեղեկությունների մասով մենակ պետությունը չի որ պետքա գործի, իհարկե լրատվական դաշտն էլ շատ կարևոր է որ այստեղ արդյունավետ գործի, բայց ես հույսով եմ, որ Եվրամիության աջակցությամբ պետական մարմինները այդ ամեն ինչը կարողանան անեն։ Իսկ Գերմանիայի աջակցությունը ընտրությունների մասին կեղծ լուրերի տարածումը, բարձրացնեն հանրային իրազեկվածությունը, որպեսզի հանրությանը խուճապի մատնելու գործողությունները հավանական որոնք որ լինելու են ավելի քիչ էֆեկտ ունենան։ Հավաքը դրանք կարող են լինել, որտեղ դրանք կարող են լինել ռումբերի մասին կեղծահազանգեր, դրանք կարող են լինել, չգիտեմ, ընտրակեղծիքների մասին կեղծահազանգեր, դրանք կարող հազար մի բան, որում այդ հազար մի բանը առանձին մենք վերջին տարիներին տեսել ենք։ Խնդիրը նա որ դրանք բոլորը կարող է միաժամանակ լինեն։ Այ երբ որ ասում ենք Մոլդովայի փորձ, մասնագիտական, տեխնիկական ինչ գործիք հա կազմի ընդհանրում ԵՄ-ի աջակցություն, փողը հասկացանք 12 միլիոն։ Մի քանի բան կա, կիբերանվտանգություն, ուրեմն հասարակության իրազեկվածության բարձրացում, ապատեղեկատվության հակազդում իշխանության կողմից հանրային կոմունիկացիայի որակի բարձրացմամբ, այսինքն իշխանության ասելով պետական մարմինների կողմից էլի, իսկ քաղաքասարակության կողմից եւ մեդիայի կողմից նաեւ կանխմամբ, հերքմամբ եւ այլն։ Մի շարք գործիքներ են, շատ գործիքներ են, հա։ Իսկ Ռուսաստանը հասկանալ թե օրինակ օտարերկրյա կեղծ դիտորդներ ովքեր կարող են լինել, հասկանալ նույնիսկ էլեկտրոնային գրանցման սարքերը։ Մենք ունենք վստահություն, որ էլեկտրոնային գրանցման սարքերի մեջ այնց վիրուս չի կարողանա Ռուսաստանը մտցնել, որ ընտրությունների օրը դրանք վարի գնան։ Այս պահեդրությամբ վստահ չենք, բայց ես հույսով եմ, որ Եվրամիության աջակցությամբ վստահ կլինենք։ Մենք վստահ ենք, որ տեղամասերից on-line հեռարձակումը չի խափանվի հակերային հարձակումների արդյունքում, վստահ չենք, եւ այս առումով եւս կարեւոր է մի շարք միջոցառումներ անել, որպեսզի այդ համակարգերը գործեն ինչպես որ պետքն է։ Բայց ինչքան է Ռուսաստան փորձի միջամտել Հայաստանի ընտրությունները, ինչու պետք է Հայաստանյան հանրությունը պես պրոռուսական դիրքորոշում դրսևոր կամ նման Ռուսաստանի շահերը սպասարկող ուժերին զայնտա չէ որ նա շատերի կողմից այլևս կներեք, բայց դաշնակից չի ընկալվում ոչ արժեքային, ոչ նյութական, ոչ անվտանգային ակնկալիքներ եւ երկու բան կան, առաջինը նա որ ամեն դեպքում Հայաստանի ռուսամետ կուսակցությունները այդպես որպես կանոն հիմնականում բացահայտ ռուսամետ չեն, հա, եւ փորձում են դա թաքցնել, մեր ձևով նա դա փորձում քողարկել, Քոչարյանն դա փորձում քողարկել, ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն դա փորձում քողարկել, այսինքն նենց չի որ բացահայտ ասում են մենք Ռուսաստանի հետ ենք։ Եվ երկրորդը եկեք արձանագրենք, որ այդ միջամտությունը ենթադրելու է ընտրակաշառքի բաժանում, այդ միջամտությունը ենթադրելու է մի շարք նարատիվների տարածում, ընտանեկան արժեքներ, ավանդական արժեքներ, չնայած այս դաշտում իհարկե արդեն իշխանությունը այս տարածքը բլիցկրիգով վերցրեց, որտեղ այս դաշտում նաև հիմնական գործիքներից մեկը եկեղեցին ենթադրում եմ կլիներ, հաշվառնելով ուրիշ երկրների փորձը։ Դե այդ նարատիվը այդքան էլ բան չի։ Սա եւ եկեք մի բան էլ հասկանանք, որ Ռուսաստանը ունի պլան B, որը առավել հավանական որտեղ հա պլանան իհարկե յուրային իշխանություն ունենալն է, բայց Ռուսաստանում էլ են հասկանում, որ դա այդքան էլ բարձր հավանական սցենար չի, թեև բացառված սցենար չի, եւ իրանց պլան B-ն ընտրությունների դելեգիտիմիզացիան է։ Դա այն է, ինչ որ իրանք շատ ակտիվ անում են մի շարք այլ երկրներում, դա այն է, ինչ որ մենք տեսնում էինք Վաղարշապատում, դա այն է, ինչ որ մենք տեսնում էինք Գյումրիում, միջև այն պահը, երբ որ տեսան, որ իշխանությունը պարտվում է։ Սա շատ հետաքրքիր էր, հա, դա կեղծ դիտորդները բան տենց ակտիվ տարածում էին ընտրախախտումների մասին կեղծահազանգեր, միջև գիշերը ինչ որ մի պահ, երբ որ տեսան, որ ԿՊ-ն չի ստանում մեծամասնություն, հա։ Այդ պահին բոլոր խոսակցությունը ընտրախախտումների մասին դադարեցին։ Այսինքն եւ ընտրությունների դելեգիտիմիզացիա իսկ նարատիվն է, այսինքն այդպիսի ռուսական կողմնորոշման ուժերը չեն ասելու ընտրեք մեզ, որ Հայաստանը բելառուսացնենք, ինչ են ասելու։ Ասելու են ընտրեք մեզ, որ ընտանեկան ավանդական, չնայած ասում եմ, այդ մեկը արդեն փաստ չի որ ասելու են, այդ մի դաշտում արդեն իրավիճակը փոխվել։ Ընտրեք մեզ, որ չլինի թուրքացում, ընտրեք մեզ, որպեսզի
վայ, այնքան տարբեր բան կա ասելու, այնքան տարբեր շատ տարբեր բաներ կան ասելու։ Եվ կհարստանը գասեն։ Ընտրեք մեզ, որ աղքատությունը հաղթարենք, ընտրեք մեզ, որ ամեն մեկի փող բաժանենք, ընտրեք մեզ, որ գործարաններ կար։ Գիտեք, այնքան տարբեր ասելու բան կա, ասելու մի մասը կարող է նաև օբյեկտիվ բաներ են։ Իշխանությունը սխալներ չունի։ Իհարկե դա էլ են ասել են կընտրեք մեզ, որ էս սխալը չանենք, կընտրեք մեզ, որ էս մի process-ը, որ էս իշխանությունը ոտին ակցել, մենք արագացնենք, հա, ասենք։ Բայց պարոն Անիսյան, այդտեղ շատ բան կա, որտեղ մի քիչ չեմ էլ ուզում այդ դաշնունքն, որտեղ այդ ասելիքների մի մասը լինելու է օբյեկտիվ, մի մասը լինելու է սուբյեկտիվ, իշխանությունը պաշտպանվելու է փաստարկներով, որոնց մի մասը լինելու է օբյեկտիվ, մի մասը լինելու է սուբյեկտիվ, լինելու է մանիպուլատիվ պնդումներ, լինելու են սուտ պնդումներ, այդ սուտ պնդումների մի մասը բացահայտվելու են, մի մասը process-ը որը գնալու է։ բայց այդ գործիքակազմը է, որ բայց դա զուգորդվելու է օրինակ խոճապի ռուսների կողմից վստահության, գիտեք, անվտանգության զգացման կամ անվտանգության բացակայության զգացման մի հարց 21-ին շատ ճգնաժամային իրադրություն, ոչ միայն ներքին անկայունություն կար, պարզ էր պատերազմ նոր էր ավարտվել, շոկ, պատերազմը պարտություն եւ այլն, Ադրբեջան ռազմական ագրեսիա կար, շատ մեծ, այսպես ֆեյքային հարձակումներ, հա, հատկապես երբ որ սահմանային անկայունությունը հնարավորություն էր տալիս խաղալ այդ անվտանգային իրադրության վրա, քաոսի մթնոլորտի ստեղծում եւ այլն, բայց արդյոք հիմա հնարավոր է նման կերպ հայաստանյան հանրությանը այսպես ապակողմնորոշել եւ որոշակի ազդեցություններ ունենալ ընտրությունների վրա։ Մի շարք պետական մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ համարում են, որ այդ 21 թվականին մենք չգիտակցելով շատ լուրջ հիբրիդային հարձակման միջով անցանք, ոչ դա այդպես չի։ Որն է տարբերությունը 21-ի 26-ի։ Նախ 21 թվականին Ռուսաստանի մոտիվացիան Հայաստանում իշխանություն փոխելու այդքան էլ մեծ չէր, որտեղ իրանց ընկալումը էր, որ Հայաստանը տենց էլ իրանց գրպանում է։ Ով էլ Հայաստանում իշխանություն լինի, այդ իշխանությունը իրանց գրպանում է լինելու։ Եթե կհիշեք 21 թվականին Հայաստանի քաղաքացիական պայմանագիրն էլ ինձ պակաս ռուսամետ չէր։ Չէ, դե Փաշինյանը Պուտինին խնդրում էր, որ զորքեր ուղարկի Ադրբեջանից, ամեն 17 հենակետ են, չէ՞, դրել։ Ուզում եմ ասել, կախվածություն շատ մեծ է։ Եվ այդ կախվածությունը պակասացնելու ուղղությամբ քայլեր չէին արվում։ Ցախ քայլերը սկսեցին արվել, երբ որ Ռուսաստանը խրվեց Ուկրաինայում։ Խրվեց Ուկրաինայում, դրա արդյունքում թուլացավ, իր ռեսուրսները կենտրոնացրեց Ուկրաինայի վրա, եւ մենք սկսեցինք մանրից դիվերսիֆիկացնել տարբեր ուղղություններով։ Հիմա նաև ԵՄ-ի անդամակցության օրենքի ընդունում կա։ Ահա, հազարը մի բան կա, որը հիմա Ռուսաստանի մոտիվացիան Հայաստանում յուրային իշխանություն բերելու շատ ավելի մեծացրել է։ Եվ երկրորդը մենք Հայաստանում տեսնում ենք բազմաթիվ գործիքներ, որոնք մենք նախկինում երբեք չենք տեսել, այդ թվում 21 թվականին։ Այդ օրինակ Պրիգոժինի հետ փոխկապակցված ֆեյքերի ֆաբրիկաները մենք իրանց գոյության մասին շատ վաղուց գիտեինք, հա, 10 տարուց ավելի երևի գիտեինք իրանց գոյության։ Վաղուց, թիվը չեմ բերի, բայց վաղուց, միջև այս բոլոր, միջև 20 թվականի պատերազմը նույնիսկ շատ լավ հայտնի էր այդ ֆեյքերի ֆաբրիկաների գոյության մասին, բայց Հայաստանում մենք երբեք իրանց չենք տեսել։ Մի քանի ամիս առաջ սկսեցինք տեսնել եւ շատ ինտենսիվ աշխատում են։ Ինտենսիվ աշխատում են, նորանոր գործիքներ են տեսնում, նորանոր մեթոդներ են փորձում, չգիտեմ, դոպելգենգերա է, սա է, նա ինչ որ այնքան մեթոդներ են փորձում, տենց ամիս չի լինում, ինչ որ մի նոր մեթոդ լրատվական մեդիա մանիպուլյացիաների, ստերի ապատեղեկությունների տիրույթում չտեսնենք։ Եվ ինչքանով է դա տեղ հասնում, այսինքն հանրությունը ինչքանով է ազդվում, կա չափման պես հետադարձ կապ։ Գիտեք, այդ միջոցների ազդեցությունը որպես կան կարճաժամկետ չի։ Այդ միջոցները ունենում են երկարաժամկետ ազդեցություն, այսինքն դրանք երբեմն այս պահին դժվար է չափել եւ դրանց հենց ինչի են հիբրիդային կոչվում, որովհետեւ դրանք ամբողջականության մեջ են էֆեկտ տալիս։ Առանձին վերցրած էֆեկտ չեն տալիս կամ շատ քիչ են տալիս, բայց ամբողջականության մեջ մեկը մյուսին sense պիքսել բանի puzzle-ի պես հավաքելով ամբողջականության մեջ տալիս են, հա, պայմանական ասած, եթե ինչ որ հայաստանյան ուժեր սկսեն ասեն անվտանգություն չկա, ու մեկ էլ սկսեն ռումբերի կեղծահազանգեր, սկսեն ինչ որ հանցագործություններ տարօրինակ,
սկսեն ինչ որ Ահաբեկչյանման հանցագործություններ, այդ երկու բաները գալու են իրար լրացնեն, հա, կամ ասեն, որ ընտրությունները կեղծվելու են, մեկ էլ հոբս ընտրությունների օրը կամերաները գնում են, կամերաները չկան։ Կամերաները որպես հիմնական մեխանիզմներից մեկը, որ ցանկացած մարդ կրնա այդ տեղամասում գոն ինչա տեղի ունենում, հոբս կամերաները չկան։ Կամերաները չկան, տեղամասերից ինչ որ տարօրինակ վիդեոներ են հայտնվում, հա, կիբեր միջամտության արդյունքում կամերաները օրինակ շարքից դուրս են գա։ Հա, կամ էլեկտրոնային գրանցման սարքեր ինչ որ լուրջ կիքս են տալի ընտրության օրը, պատկերացնում եք։ Ու վերջո այդ նարատիվը արդեն մտավ, որ հա ընտրությունները Ես էլ չասեմ, որ գործիքակազմի մեջ մտնում են առևտրային եւ էներգետիկ գործիքները։ Ոպս գազը թանկացավ, ոպս սահմանը, չգիտեմ, լարսը փակվեց։ Հիմա մի շարք բաներ են տեղի ունենում, որոնք այդ գործիքակազմները թույլատնում են։ Օրինակ Ադրբեջանով տրանզիտը ցորենի ղազախական, որը դիվերսիֆիկացրեց ռուսական ցորենից կախվածությունը պակասացրեց, այսինքն չի կարող լինել իրավիճակ, որ Հայաստանում Ադրբեջանից կախման մեջ հայտնվեցինք դերկան։ Դե գիտեք, դիվերսիֆիկացիա ինչ է նշանակում։ Դիվերսիֆիկացիա նշանակում է, որ դու ունենում ես այլընտրանքներ։ Ասում ես, ես կարող եմ ցորենը բերել Ռուսաստանից եւ ես ցորենը կարող եմ բերել Ղազախստանից Ադրբեջանով։ Արդեն այս երկու ճանապարհների միջև մրցակցություն է առաջանում, արդեն որ մեկը չլինի, մյուսը կլինի եւ ամեն մեկը իմանալով որ մրցակցություն կա, այդ ամեն մեկը կոպիտ ասած ավելի լավ պայմաններ կառաջարկի եւ մի քանի անգամ կմտածի միջև այդ ճանապարհը փակելը։ Ինքը ուզում է այդ ճանապարհը փակի, որտեւ այդ ճանապարհը փակելով ինքը չի հանգեցնելու նրան, որ Հայաստանում ցորեն չի լինի։ Հասկանում եք, այս պահը կա։ Նույնը եթե հանգարց սահման բացվի, օրինակ թուրքական սահման, ադրբեջանական սահման, այդ եւս այդ ուղղությամբ կլինի։ Այդ եւս այլընտրանքներ կձևավորի, եւ Ռուսաստանը կմտածի, որ օքեյ, միգուցե չարժի ես քալին դիմեմ, որտեվ եթե ես քալին դիմեմ, Հայաստանում շատ սարսափելի բան չի փոխվի, բայց Հայաստանը այլևս ինձանից ցորեն չի առնի։ Ինձ պետք է այնա փող եմ աշխատում, էլի։ Գազի հետ կապված օրինակ, եթե պայմանավորվածություն լինի, մա շատ controversial, հակասական բան եմ ասում, բայց եթե օրինակ Ադրբեջանն Ռուսաստանի հետ շատ խնդիրներ ունի եւ եթե եւ մենք Ռուսաստանից գազ ենք առնում եւ գազը առնում ենք էժան ու դա վատ չի բայց եթե Ռուսաստանը իմանա որ եթե ինքը գազը փակի մենք ոչ թե կմրսենք այլ Ադրբեջանից գազ կառնենք Ռուսաստանը գազը չի փակի Այն գործը չի հասնի նրան որ մենք Ադրբեջանից գազ առնենք բայց Ռուսաստանը չի փակի որտեղ Ռուսաստանը կասի են ծախում եմ էլի հիմա ինչ վատա որ ծախում եմ որ փագեմ որ Ռուսաստանը որ իմանա որ փագի ստեղ կսկսենք մրսել դա կլինի շատ լուրջ ճնշման գործիք իսկ որ իմանա որ փագի ադրբեջանց ենք առնելու ասի հարիվ եմ խենա ես եմ ծախում խի թողեմ ադրբեջան ծախի տեսեք օրինակ շատ հաճախ նշվում է որ արևմուտքը ասենք ԵՄԱՄՆ-ը այստեղ որևէ իրական շահեր չունեն, հետաքրքրված չեն Հայաստանով, բայց օրինակ երբ որ Թրամփի ուղու շուրջ համաձայնություն է լինում, մեղադրվում է նույն Հայաստանի իշխանություն, որ բախում եք բերում առաջացնում Իրանի սահման ամերիկացիներ եք բերում կամ Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքը երբ որ ընդունվեց, բանը Հայաստանը ուկրաինացնում եք եւ այլն, այսինքն երբ որ կոնկրետ ինչ որ կոնկրետ ծրագրեր է լինում կամ ասում են այ ճիշտ ասեք ժողովրդին որ դեպի Եվրամիություն մեր ճանապարհը թրքացմամբ է, հա, Թուրքիայի ճանապարհով է կներեք, բայց ես պետք է դա բերեի։ Ինչ կարող եք ասել այս մասով, այս արևմուտքի հետ գործընկերության նարատիվը կասկածի տակ դնել։ Գիտեք, այլ ընտրանքներ են ստեղծվում։ Հիշում եք Լուկաշենկո մի պահ ասում էր, Փաշինյանի մասին ասում էր, դա կուտա ունձենիցը։ Հայաստանը իմանում է ամեն ինչ, որ տենց հարց չառաջանա դա կուտա ունձենիցը։ Եթե Հայաստանը նկատմամբ մեզ վատ պահենք, իմ ես կուտա ձիվացը։ Ոչ սոված կմնան, ոչ մութուցուր տարիներ կլինեն։ Այս ամբողջ դիվերսիֆիկացիայի իմաստը էդ է։
Եվ այդ կոնտեքստում կարևոր է էներգետիկ դիվերսիֆիկացիան, կարևոր եւ ինձ թվում է ամենադժվարներից մեկը լինելու է արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան։ Որովհետեւ այսօր ռուսական շուկան մեր արտահանողների համար փակվեն, մեր արտահանողները, օքեյ, էլի կարող է ստրես ապրեն։ Բայց մի բան է ստրես ապրել, ուրիշ բան է ինչ որ տնտեսության կտրուկ անկում ունենալ, չէ՞։ Իսկ ինչու՞ չէ ճիշտ ասում, որ ԵՄ դեպի ԵՄ գնալը թրքացում է դա։ Եվ այսինքն դեպի Գերմանիա բան ծախելը, օրինակ կետչուպ ծախելը կամ տոմատ ծախելը, բան թրքացում, օքեյ։ Հա, Գերմանիայում էլ թուրք կարողա թուրքեր կան, որոնք առնում են այդ կետչուպը։ Ճիշտ երկիր ընտրեցիք, պարոն Հյանիսյան։ Լուրջ չէ, այդ լուրջ չի։ Իսկ կներեք, իսկ Թուրքիայի հետ մենք պոտենցիալ համագործակցության բաներ չունենք։ Օրինակ Թուրքիայի հետ մենք կարող ենք բարձրավոլտ հաղորդալարեր կառուցել եւ Թուրքիայի հետ էներգետիկ փոխանակում անել։ Կարծում եք օրինակ օրվային ժամերին, երբ որ Հայաստանում էլեկտրաէներգիա պրոֆիցիտ մենք իրանց տանք, այն ժամերում, երբ որ իրանց մոտա պրոֆիցիտ իրանք մեզ տան։ Կարող է թուրքերը ոչեն չֆինանսավորել Հայաստանի բանակը։ Իշխանությունը այս ֆինանսավորեց Ադրբեջանի բանակը գնելով բենզին, իսկ թուրքերի մոտ արժանապատվություն գտնվի եւ ոչեն չֆինանսավորել մեր բանակը մեզնից էլեկտրաէներգիա գնելով, պարոն Հյանիսյան։ Իսերն աստծո, հետո մի բան էլ արձանագրենք, էլի այդ մեծ թվեր չեն։ Դրանք մեծ թվեր չեն։ Այդ հետո էլեկտրաէներգիայի փոխանակում ես ասացի կիլովատի դիմաց, նույնիսկ պարտադիր չի որտեղ փող լինի որպես այդպեսին։ Ոսկե արձանագրենք Թուրքիայի հետ մեր առևտուրը կա, եղել է միշտ եւ ուղղակի մի քիչ բան երկար ճանապարհով էլ Վրաստանով։ Ու արանքում էլ վրացիքին հնարավորություններ ենք տվել մեր առևտրականներին ճնշելու, մեր առևտրականներից փող հավաքելու, մեր առևտրականներից դե չէ ինչա Թուրքիայի հետ առևտուր չկա, բան տենց գլուխներս մտցնել ենք հողի մեջ, ասենք չէ Թուրքիայի հետ առևտուր չկա, նո, բան լավ էլի։ Շնորհակալություն կհետևենք իրադարձություններին, Factor TV-ում հյուրընկալել ենք Դանիել Հյանիսյանին։